Պարոն Բաբաջանյան, Վրաստանի կառավարությունը անվճար բարձրագույն կրթություն է ներդրել երկրի քաղաքացիների համար։ Ինչ եք կարծում, մեզ մոտ էլ պետք է կրթությունը լինի անվճար, թե այնուամենայնիվ դա անիրատեսական կամ սխալ որոշում կլինի։ Հայաստանում ծնված յուրաքանչյուր երեխա պետք է իմանա, որ իր ապագան որոշվում է իր տաղանդով, ոչ թե ընտանիքի հնարավորություններով։ Հայաստանում բարձրագույն կրթության պետական ֆինանսավորումը երկրի համախառն ներքին արդյունքի մոտ 0.5%-ն է կազմում, իսկ ուսանողների մեծ մասը սովորում է վճարովի։ Դա նշանակում է, որ հազարավոր խելացի երիտասարդներ կամ չեն ընդունվում բուհ, կամ թողնում են կրթությունը կիսատ ֆինանսական բեռի պատճառով։ Աշխարհը մինչդեռ վաղուց հասկացել է, անվճար ու հասանելի բարձրագույն կրթությունը ծախս չէ, այլ ներդրում մարդու մեջ։ Գերմանիայում պետական համալսարաններն անվճար են։ Արդյունքը բարձր արտադրողականություն եւ միջինում շուրջ 40%-ով ավելի եկամուտ բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիների համար։ Ֆինլանդիայում անվճար մոդելը ստեղծել է ամենահավասար հասարակություններից մեկը աշխարհում։ Հայաստանը ժողովրդագրական անկման մեջ է՝ 3 միլիոն բնակչություն, ցածր ծնելիություն, արտագաղթ։ Այս պայմաններում ամեն մի երիտասարդ ազգային արժեք է։ Այդ պատճառով մենք առաջարկում ենք փուլային անցում ամբողջությամբ անվճար բարձրագույն կրթության, հատկապես ռազմավարական մասնագիտություններում, պետական ֆինանսավորումը հասցնելով կրթության իրական պահանջներին։ Պետությունը պետք է ասի յուրաքանչյուր երիտասարդի. դու բեռ չես, դու երկրի ապագան ես, եւ քո տեղը այստեղ է, Հայաստանում։